երբ որ ունենում են քիմիոթերապիաներ, դրանք իրանց հերթին ազդում են։ Մի 6 ամիս կնոջ կյանքից կարելի է ասել նա կորցնում է երկյանքից, որովհետև անընդհատ բուժումներ, անընդհատ վատ զգալ, անընդհատ խնդիրներ, մազաթափություն, սերական օրգանների հետ կապված կողմնակի ռեակցիաներ, օրինակ այդ ներքին օրգանների, սերական օրգանների չորություն է լինում այդ բուժման ֆոնի վրա, ցանկությունն է կորում, հետո գալիս է վիրահատությունը, այստեղ շատ լուրջ խնդիր ունենք, արդյոք կարողանալու ենք կրծքագեղձ պահպանողական վիրահատություն անել, թե ոչ, հետո գալիս է հորմոնալ երկարատև հակահորմոնալ բուժումը, էստրոգենը ճնշելը, կնոջը մտցնել մենոպաուզալ վիճակի մեջ, արգելել հղիություն առնվազն 2 տարի, բնականաբար այս պայմաններում շատ դժվար է եւ այստեղ շատ կարեւոր է հենց առաջի պահից հոգեբանական ճիշտ ուղղորդումը կնոջը։ Եթե կնոջ կողքին լինի զուգընկեր, ամուսին, եթե լինի կողքը մասնագետ, հոգեբան, եթե նա վստահություն գտնի իր բժիշկի մեջ, այդ ամեն ինչը կարողանանք իրեն ճիշտ հասցնել, եթե նա դուրս գա այդ շոկային վիճակից, ընդունի փաստը, որ այո, ունենք հիվանդությունը, բայց պետք է հաղթահարել, ոչինչ, կարող է ինչ-որ մի բան տուժի, բայց իմ կյանքը կպահեմ եւ բոլորի օգնությամբ ես կկարողանամ նույնիսկ պահպանողական վիրահատության հասնել, արտաքին տեսքը սպայել, ապա այդ դեպքում մենք կհաղթենք։